Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շարունակում ենք մեր գրական դավադրությունների շարքը 1-9-1 TV YouTube-յան ալիքում։ Ու այսօրվա մեր թեման կապված է լինելու Հրանտ Մաթևոսյանի հետ, իր ստեղծագործությունների հետ։ Մեր առջև իր վիպակների ժողովածուներից մեկն է Երկրի ջիղը, որում 4 վեպ կամ վիպակ է, Հրանա իշխանուհու կամուրջը, Աշնան արև, Ծառերը ու Եզրով։ Իսկ Մաթևոսյանը եւ ծանոթ է հայ հանրությանը, եւ ծանոթ չի, բայց արի մի հատ ավելի ճիշտերից խոսանք Մաթևոսյանի այն գործը, որը որ հիմնականը արտահայտում է պատերազմի եւ շանտաժ լինելու չլինելու թե տրվելու հանձնվելուն եւ չհանձնվելուն, որտեղ որ ասել Մաթևոսյանի համար առանձին մի թողարկում ենք անում, պետք չի տենց կոնկրետան Մաթևոսյանի վրա, սկսենք Մաթևոսյանի գործից, մի կոնկրետ գործից, որտեղ որ ընդհանուր բանանում ու ընդհանուր թեման լինելու է իմ կարծիքով։ Կարանք տենց անենք պատերազմի թեման, պատերազմի եւ խաղաղության թեման։ Պայմանավորվել ենք, հա, ժողովուրդը ասեցի Մաթևոսյանի մասին, ես պատրաստված չէի Մաթևոսյան, կոնկրետ գործը գիտեի, հա։ Դե Մաթևոսյանից գանք կոնկրետ այն, այսպես ասած, արդիական թեմային, ինչ այսօր Հայաստանում շատ է քննարկվում, այդ պատերազմ լինելու է թե չէ, անգամ ժամկետներ է նշվում, աշնանը սեպտեմբերին, եթե ինչ-որ այլ ուժեր կան, եթե ձեռք բերված պայմանավորվածությունները խախտվեն, փորձեն վերաբանակցել, օրինակ օգոստոսի 8-ի հետ համաձայնագիրը նախաստորագրված կամ այլ ընդհանուր Ադրբեջանի ձեռք բերված պայմանավորվածությունները, ու մենք էլի վերադարձել ենք այն հայտնի պատերազմ թե խաղաղություն երկընտրանքին, բայց ինչ այսպես ասած Մաթևոսյանի այս գործին անդրադառնալը մի հատ շատ այսպես ասած դիտարկում եմ ուզում անեմ, հետաքրքիր։ Պես 8 տարի է ԿՊ-ն իշխանության է, որից արդեն 5.5 տարին հետ պատերազմյա Հայաստանում։ Ճիշտ է, եւս 23 սեպտեմբերից արդեն 2.5 տարի է հետ Արցախյան Հայաստան։ Ու իրանք համարում են, որ ամեն ինչ ճիշտ է, շատ լավ բանակցել են, շատ ճիշտ են ամեն ինչ հիմա ճիշտ ուղղությամբ գնում են, բայց ոնց որ պատերազմից 5 է պակաս։ Այսինքն ընդամենը մեկ գործող անձի փոփոխությունը կարա բերի պատերազմ։ Ես ինձ նույն տրամաբանություն իրենց ասելով։ Քանի կոպեկ արժի այդ դիվանագիտությունը, այդ բանակցած պայմանավորվածությունները, այդ երաշխավորված իբրև թե խաղաղությունը, եթե դա ընդամենը կախված է, օրինակ մեկ փաստաթղթի վերաբանակցությունից կամ մեկ անձի փոփոխությունից։ Եթե ավելի գրոտեսկային ասենք, մեկ անձի հետ ինչ որ բան պատահելուց, այդ մի անձը կարող է որ հիվանդանա կամ ինչ որ մի հատ դժբախտ պատահար լինի ու միանգամից ամբողջության, եթե պետությունա, թե ինչ է այսինքն։ Այստեղ գիտես ինչն է դա, երբ որ իրանք նույն իշխանությունը դիմությանը մեղադրում են, ասում են, այ օրինակ իրանք ասում են, որ մեր խաղաղությունը լավ է, իրանք երաշխավորված խաղաղություն են բերել։ Կամ չգիտեմ, ուժեղ խաղաղություն են բերելու կամ մեկ այլ ուրիշ խաղաղություն։ Հենց սրա մասին է խոսքը։ Եթե իրանք բանակցում են մի խաղաղություն ճակերտներում, որը կախված է մեկ անձից կամ մեկ փաստաթղթից կամ մեկ ինչ-որ մեկ անձը Ալիևն է իրականում։ Եթե Ալիևից է կախված, ինքը ուրիշ, այսինքն իր կմահաճույքին, ինքն է որոշում պատերազմ սկսի, որովհետև Հայաստանից որևէ մեկը պատերազմ չի ուզում ու լեգիտիմ որևէ բան էլ չկա Ալիևի համար, լեգիտիմ որևէ իրավունք էլ չունի, հիմք էլ չունի։ Եթե մեր որոշ հիմարները հիմքը չտան Ալիևին, հիմք տալով, այսինքն իրավական որ չհայտարարեն, որ իբր Հայաստանում մարդիկ կան, որոնք որ պատերազմ են ուզում, Հայաստանում որևէ մեկը պատերազմ չի ուզում, բայց նույնիսկ եթե Արցախյան պատերազմը այդ մեր ուզած պատերազմը չի եղել։ Պարտադրված ինքը մեր պատերազմը չի եղել։ Ու էս ամենահիմնական բանը, որովհետև Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ որ շարժումը սկսել է, նույն ձևի Ադրբեջանի իշխանությունները էթնիկական զտում են իրականացրել Բաքվում, Կիրովաբադում, Սումգայիթում, ու եկել էին նույն Շահումյանի շրջանում, Գետաշենում, ամբողջ Դաշտային Ղարաբաղում, եկել է հերթը հասել է Լեռնային Ղարաբաղին, այդ մարդիկ փորձել են չսպանվել, եթե չսպանվելը պատերազմը, դա արդեն մի քիչ աբսուրդի է վերածվում։ Հիմա եթե ասում են եթե մարդիկ ասում են չսպանվելու համար պետքա պայքարել, կռվել, դա արդյոք ինքը պատերազմի կուսակցություն։ Բայց արի ես կխնդրեի մի հատ ընթերցել հենց Խեչոյանի այն տողը, որ չսպանվելու համար Մարտե Մաթևոսյանի։ Ես ինչա Խեչոյան ասեցի, հա։ Հա, իրականում մենք այդպես որ քննարկում ենք գալիս ենք սրան։ Ես երբ թե առանձին ինչ-որ մի քանի նախադասություններ կարդամ,
Այստեղ ինչն է հետաքրքիր, ասում եմ, քեզ կուլ են տվել ու գովում են զավակս, քեզ կուլ են տալիս։ Ասում ես խիղճ, բայց խիղճը գիտես երբ է գեղեցիկ, երբ գազանի մեջ է։ Քոնը խիղճ չի, խեղճություն է։ Սա ինձ թվում է առաջին այսպես առանցքային պարտադիր, այսինքն դու կարող ես խաղաղություն ուզել այն դեպքում, երբ որ դու ուժեղ ես, եթե դու իբր թե խիղճ ես, դու իբր թե խաղաղացրես ներկայանում, բայց երբ որ դու զոհ ես, այդ ժամանակ արդեն խաղաղություն չի։ Այստեղ խեղճ ու խիղճ բառերն է, էլի, այսինքն մեզ փորձում են հրամցնել, որ առնվազն բարոյական չի պատերազմի ձգտելը, հա, խղճի տեսանկյունից մաքուր չի։ Բայց իրենք մոռանում են, գիտակցաբար թաքցնում են, որ դա գալիս է խեղճությունից իրեն։ Որ այս ազգային պետությանը դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ ինչ-որ որոշակի սխալների արդյունքում բերել հասցրել են կետին, որ մենք ուղղակի դարձել ենք խեղճ։ Որպես ազգ, որպես պետություն, որպես հանրություն։ Ու մի հետաքրքիր կետել ենք մենք առանց ասել, սա իրականում հայտնի է ինտերնետում է ծավալվել, բայց թող մի անգամ էլ այսպես լսեմ։ Ինչ ասում Աթևոսյանը, էլի էս նույն գործը։ Մի վախեցեք, մեռնելը դժվար է, ուզենաք էլ չեք մեռնի։ Մի անգամ ձեր գլխի հետ թող ինձ բռուցքն էլ ցավի։ Տեսնեն մյուս անգամ կխփեն։ Տղամարդու պես մի անգամ կանգնեք, թող ձեզ զորով ծալեն, դուք մի կոտրվեք։ Ձեզ թող զորով կոտրեն, մյուս անգամ տեսնեմ կկոտրեն, կծալեն, կմոտենան։ Սա այն կետն է, ինչի մասին ես ուզում եի, որ այսօրվա Աթևոսյանը, հա, պատերազմ թե խաղաղություն, այլ ուժերի իշխանության գալու դեպքում պատերազմ սկսվի աշնանը, սեպտեմբերին եւ այլն եւ այլն։ Մի կողմ դնենք այն, ինչ սկզբում քննարկեցինք, որ այսպես ասած շատ սխալ քայլերի, գիտակցված թե ոչ գիտակցված սխալ քայլերի հետևանքը, որ մենք հասել եկել ենք այսպես։ Բայց հիմա հարցը սենց է դրվում։ Լավ, եթե պատերազմը սկսվեց, ինչ ենք անելու։ Թախնելու ենք։ Չենք գաղթելու, հա, ինչ պետք է կամ չենք պատրաստվելու։ Եթե ասենք այսօր վաղը մի ամիս հետո սեպտեմբերին, մյուս տարի սեպտեմբերին ցանկացած բայ Ադրբեջանը հասկացավ, որ աշխարհաքաղաքական իրավիճակը հարմար է, իսկ մարդը կարողանալ մի ամիտ լինի, որպեսզի մտածի, թե դա կախված է մեր զիջումներից։ Ալիևը չի հարձակվում բացառապես, որովհետև հարմար չի։ Քաղաքական այսպես ինքը գնահատում է հնարավոր ռիսկերը, հետևանքները, ընդ որում նույնպես Իրանի հետ էլ տեղի ունեցող դարձությունները ցույց տվեցին, որ ամեն ինչ այդքան հեշտ չի, ոնց թվում է։ Հա, որ Իրանն էլ Ռուսաստան Ուկրաինան էլ 3 օրում գրավում, ԱՄՆ-ն Իրանում էր 3 օրում իշխանապողություն անում, եւ Զատրիդյան ու ասենք Թեհրանում նոր այաթոլլա 3 օրում, նոր հոգևոր առաջնորդ 3 օրում, տեսնում ենք, թե ոնց են խրվում այդ պետությունները պատերազմի մեջ ու ոնց են իրենք թերավորելով պետքա չէ որ իշխանական բուգում այդ իրականությունից կտրվում են։ Ինչու՞ պաշտպանության նախարարը հատուկ ծառայությունների դիվանագետ արտգոզ նախարարը զեկուցում են ականջահաճո տեղեկատվություն, որը երբեմն միշտ չի որ օբյեկտիվ է լինում կամ այն wishful thinking-ը, այսինքն ցանկալին իրականության տեղ են փորձում ներկայացնել։ Այդ այնց Ռուսաստանը սխալվեց Ուկրաինայում, տենց ԱՄՆ-ը սխալվեց Իրանում։ Հիմա եթե լավ, էլի վերադառնանք, եթե հանկարծ Ադրբեջանը որոշեց հարձակել այս իշխանության ով գարանտիա տվել մեր իշխանությունն է որ Ադրբեջան չի հարձակվի կամ Ալիևի իր տրամադրությունը չի փոխում։ Այսինքն որն է հույսը մերոնց որ ասում են եթե մենք ընտրվենք Ադրբեջանը չի հարձակվի։ Որն է, այսինքն Ալիևը ասել է երթում ա տվել գնացել է ինչ ա եղել այդ նախաստորագրած պայմանավորված որտեղ է որ երաշխավոր չկա վկա ընդ որում այն վկաներ որը որ բան եղավ Իրեքում Թեհրանում հիմա Հորմոզի նեղուց չի կարողանում ազատագրի որտեղ միլիոններ ասենք ընդհանրապես նույնձևի Իսրայելը որ ամբողջ ներքաշեց Ամերիկային այդ պատերազմի մեջ ինքը Գազայում ինչ արեց ինքը ինչ եղավ հիմա ինքը կարողացել է Գազայի հարցը լուծել թե նույնձևի Եմենում է կարողացել որևէ հարց լուծի թե բանը Իրանի մոլաների թե քրդերին է ոտքի կարողացել կանգնացնել այսինքն ինչ հարց են լուծել ակոտորել են գլխատել են բայց հետո ինչ ա եղել մի քիչ ավելի մանրանանք նույն Տրամպի կերպարի մեջ այսպես ասած իր վարկանիշը աննկարագրելի ընկել է պատմական մինիմումի վրա ընդհանրապես ԱՄՆ նախագահների ռեյտինգների տեսանկյունից ինքը ինչ-որ մինիմումների վրա է որը շատ օբյեկտիվորեն է այսպես ասած ԱՄՆ-ն տնտեսությունը լուրջ ռեգրես ունի այդ արժեթղթերի բիրժաներում բավական մեծ անկումներ են դա չգիտեմ բենզինի գներն ահա որ մի քանի ընդդեմ մի հատ ուրիշ բան ասա որ նույն Թրամփը եկել է իշխանության խաղաղության լոզունգով Նոբելյան մրցանակ խաղաղության կուսակցության ներկայացուցիչը հավաքում է խաղաղության ֆորումը եւ բոլոր խաղաղության դա էլ հայ-ադրբեջանական որ ասում էր
30 տարի չի եղել, ես մի ժամում կարողացա հաշտեցնել, այսինքն ինքը եկել է, բայց հիմա ինչ է կատարվում։ Ու այդքան էլ տենց երաշխավորված չի, որ մարդը որպես խաղաղության կուսակցության գա, ինքը դառնա խաղաղության ջատագովը կամ նույնը հակառակը։ Եթե պատերազմի կուսակցության գալը, բայց այստեղ մի բան է աբսուրդ, եթե sense նայում ենք ընդհանուր։ Հիմա Թրամփը ասացինք ինքը խաղաղության նույն վիետնամական պատերազմից հետո հիմնական նախագահների խոսույթը ամերիկյան խաղաղություն, այսինքն դարձավ խաղաղությունը բան բրենդ որպես այդպեսին, իրականում խաղաղությունը համաշխարհային բրենդ պետքա դառնա, բոլորը պետքա ցանկանան, բայց մի կողմից չի կարա դա։ Բայց եթե բոլոր պատերազմները բրենդի անվան տակ են սկսել։ Նույն ձևի բան է, Չեմբերլենի եթե նայում ենք, ինքն էլ որպես խաղաղության կուսակցություն եկավ, բայց Չերչիլը ասում էր, եթե ընտրություն կա քեզ արժանապատվության եւ պատերազմի միջև, պետքա ընտրես արժանապատվությունից, եթե դու ընտրում ես պարտությունը, ընտրում ես խաղաղությունը, արժանապատվության փոխարեն դու ստանում ես պատերազմ առանց արժանապատվության։ Հիմա մենք SS տեսակետից կրողն ենք, թե հիմա Հայաստանում ինչ է կատարվում։ Հիմա մեր համար արժանապատվության եւ եթե ընտրությունա դրված, ընտրության թե խաղաղության միջև, արժանապատվության եւ խաղաղության միջև։ Եթե դու մենք ընտրում ենք մեր արժանապատվությունը ազգային ինքնասիրությունը մի կողմ ենք դնում, ընտրում ենք այսպես կոչված ճակերտավոր խաղաղությունը, որ ճակերտավոր է, Չերչիլը որպես ճակերտավոր ներկայացնում։ Մենք ստանալու ենք համ պատերազմ եւ արժանապատվությունից։ Դե իրականում պատմությունը ցույց է, որ Չերչիլը ճիշտ էր, այսինքն երբ նացիստական Գերմանիան թույլ տվեցին Չեխոսլովակիան անշլուս իրականացնել, որպեսզի ժամանակ շահեն, այն չէ, այսինքն դու ժամանակում իրանց ռազմական բյուջեն էլ ավելի մեծացավ։ Այստեղ ուրիշ հարց է, ռևանշի կուսակցությունը, թե չռևանշի կուսակցությունը։ Հիմա Հիտլերը ինքը իրանով եկավ պատերազմի քարոզով, ինքը ռևանշի կուսակցությունը, ինքը պատերազմ ուզեց ու առաջի շրջանում ինքը հաղթանակներ տարավ, եթե Հիտլերը չէր պարտվում, արդյոք էդի ինչ էր լինում։ Հիմա նույն ձևի, եթե ես մի հատ պատմական ակնարկ կանեմ, հետո կվերադառնանք բանին, Չեչենական պատերազմից հետո Պուտինը որ եկավ իշխանության, ինքը էլի որպես խաղաղություն կնքել, որովհետև երկրի ներսում բան կար, որպես խաղաղության իշխանություն եղավ։ Ես ավելի շատ կասեմ, որ ընդհակառակը Պուտինը եկավ որպես այդ ամուր ձեռք, բայց խաղաղության արյան մեջ այո, բայց ինքը խաղաղության, այսինքն ինչ որ ավարտելու, ինքը պետք է խաղաղություն կնքի։ Բայց ինչ եղավ հետո, այսինքն նույն բանի հետ կապված։ Հիմա Հնդկաստանում Մահատմա Գանդին իշխանության որ եկավ, այդ նույն խաղաղության լոզունգների հետ կապված երեք մասի պետությունը բաժանվեց, նույն Բանգլադեշի, նույն Պակիստանի միջև չհաշված Կաշմիրը եւ նրա Չինաստանի հետ խնդիրները։ Դու այդ շատ ինձ թվում է այդ պացիֆիստական գաղափարախոսությունը ու խաղաղասիրությունը իրար հետ խառնում են եւ նաեւ խառնում են կապիտուլյացիան իրական խաղաղության հետ։ Դա էլ է շատ խառը։ Կապիտուլյացիան լրիվ այլ բան է, ենթակա, վերադառնալով Մաթեոսյանը, եթե դու ենթակայի մոր թվողի զոհի հոգեբանությամբ դու ինչ, դու ով ես որ քեզ խաղաղություն տուր, ուժերը կարող ես համաձայն եմ, որ պարտված կողմը չի կարող խաղաղությունից խոսա։ Այո, որովհետև դրանից ոչ մի կախված չի, կախված է Ալիևից, քեզից ոչ մի բան կախված չի։ Այսինքն դու չես էլ կարող ոչ էլ ռևանշ կարող ես, դու ոչ ռեսուրս ունես, ոչ բանակ ունես ռևանշի, այսինքն ինչ խնդիր կա։ Իսկ Ալիևը ընդհանրապես պացիֆիստական խաղաղասիրական թեզեր չի հնչեցնում, մեկ, ու երկրորդը, անգամ եթե տեսականորեն դիտարկենք, որ այս ամեն ինչը այսպես ասած խաղաղ շոու է, որպեսի ժամանակ շահենք, բայց իմ հարցը հետևյալն է, այդ ժամանակը իօգուտ մեզ է, աշխատում թե վնաս մեզ։ Որովհետև էլի նույն Ադրբեջանի ռազմական բյուջեն շարունակում է ՀՀ բյուջեից 3+ անգամ ավել շատ լինել։ Այսինքն եւս 5 տարի հետո այն տարբերությունը որ կա այդ ռազմական բյուջեի, էլ ավելի է մեծանալու։ Ամեն հաջորդ տարի մի վնաս մեզ է աշխատում։ Ու մի հատ բանից խոսավ, Սաակաշվիլից խոսա, արդյոք Սաակաշվիլին ինքը խաղաղության կուսակցությունը չէր, հետո եւ վերահսական ընտրությունները ինչ եղավ։ Ինքը որպես ինչ հանդես եկավ։ Իրականում Սաակաշվիլին շատ նման է Նիկոլ Փաշինյանին, այդ ուղին այսպես ասած, հա, որովհետեւ Սաակաշվիլից առաջ Շևարդնացիներ, որ տենց էլի պրոռուսական, սովետական կարգեր էին, ոնց որ մեր մոտ ամեն դեպքում շարունով չգիտեմ Քոչարյան Սերժակյանը կարելի ավելի համատել։ Նու ամեն դեպքում սովետական նոմենկլատուրշիկներ են եղել, ասոցիացվել են սովետական միության հետ, պլյուս տենց ակնհայտ պրոարևմտյան ու գիծ չեն ունեցել, փողոցով իշխանության եկած գործիչ,
ով ակնհայտ պրոարմենտյան է, հայտարարում է, որ Աբխազիան Օսետիան ազատագրելու ինքը ընդ որում թե Աբխազիան թե Օսետիայի հարցը երբեք դեռ սուրճ չի դրվել ոնց Ղարաբաղի հարցը, որովհետև նույն օրինակ աբխազները կգային Վրաստանում բուժում կստանային, այդ սահմանը կանցնեին, չգիտեմ, շփում կար, ինչ որ ոչ օֆիցիալ առևտուր կար, այսինքն այնտեղ այդ մարդկային կողմը դեռ պահվում էր։ Այ վերջնականապես կորսվեց 2008 թվականից հետո, երբ Սաակաշվիլին այդ շատ լուրջ ընդունեց ՆԱՏՕ-ի խոստումները, որ իրանց 2008-ի ապրիլին երաշխիքները խոստացան, որ հա ձեզ ՆԱՏՕ կընդունենք, Իրանը թվաց դե դա, եթե ՆԱՏՕ-ում ենք արդեն այս հարցերն շուտ լուծում ենք, ուղղակի դասական քաղաքական ավանտյուրա է։ Բայց այստեղ ոչ այնքան Սաակաշվիլից է ուզում խոսամ, որքան գիտես ինչից։ Հետ Սահակաշվիլիական փուլ, այսպես ասենք, որովհետև 12-13 թվականից արդեն Վրաստանում վրացական երազանք կուսակցությունն է իշխանության, ընդդեմ միջև հիմա, հա։ Ու առնվազն վերջի երկու ընտրություններում այդ թեզը հատկապես գիտես երբ եղավ, հատկապես այդ ռուս-ուկրաինական պատերազմից հետո դա սրվեց, որ Սաակաշվիլի նախկինում Սաակաշվիլի կողմից գլխավորված այդ միացյալ ազգային շարժում կուսակցությունը ինքը պատերազմի կուսակցությունն է։ Ոնց էին դա հիմնավորում, ասում են 2008 թվականին Վրաստանում դուք եք պատերազմել։ 90-ականներից սկսած Վրաստանում պատերազմ չի եղել։ Եթե Սաակաշվիլին անվանեցին պատերազմի կուսակցություն, որ պարտվեց, բայց եթե 3 պատերազմ բերեց Հայաստանի իշխանությունը, ինքը ոնց է դա խաղաղության կուսակցություն։ Ոնց է դա արվում։ Մի հատ ինձ ասա, ոնց է պատկերացնում հիմա վաղը Սահակաշվիլին վերակենում ինքը ասում է, եւ Հայաստանի խաղաղություն են բերել 2008-ին Ռուսաստանից ազատվելու, ես ազատել եմ եւ ես խաղաղություն եմ բերել։ Մինչեւ այսօր ոչ մի բան չի եղել։ Ես խաղաղություն բերող եմ։ Բնական անգամ Սաակաշվիլին դες բան չի ասել։ Անգամ Սաակաշվիլին իր բոլոր բացական կողմերով հանդերձ այդ կարմիր գծերը ինքը իսկ միգուցե հասարակությունը թույլ չէր տա, որտեղ բան ասել։ Հասարակությունը վստահաբար թույլ չէր տա, որովհետեւ հա այդ օվերտոնի պատվանից որ մենք խոսում ենք, որ ինչ որ այդ նոր նորմաներ են, չէ՞, ստեղծում։ Որովհետեւ ասենք մինչեւ 20 թվական երբեք անգամ մի յուղի զիջումը կամ Արցախ-Ադրբեջանի կազմում ընդհանրապես պատկերացնելի չէր։ Հիմա դա ոնց որ տենց էլ պետքա լիներ։ Կամ պատկերացրու եթե հաղթանակած բարդը խոսա, որ ինքը լրիվ ուրիշի, բայց պարտված պատերազմը, պարտված մարդը պատկերացրու հիմա Նաթանյահուն հայտարարում է պարտել ոչ մի բան, ինքը ասում է ես խաղաղության կուսակցության ներկայացուցիչ եմ։ Դուք նայ Նաթանյահուի հետագիծը նայ ու նայ ասի ես խաղաղություն եմ բերել տարածաշրջանին։ Դա լեկտիվության ու ցինիզմի ըստ ումեն ամենավերջի գագաթն է։ Բայց պարտվելուց հետո դու հələ պատկերացրա 3 պատերազմ տանուր տալուց հետո մարդ ասում է ես խաղաղություն եմ բերել։ Այսինքն SS բանով, բայց հիմա ստեղ ավելի վտանգը ոչ թե այդ հայտարարությունն է, այլ մարդկանց վախացնելը քո բերած պարտության հետո վախացնելը, որ եթե ուրիշը գա իշխանության ինքը պարտվի, ինքը գա իշխանության պատերազմը բերել ու պարտվելու է։ Ու դա ասում մի մարդ, որ 3 անգամ պարտվելու է, 3 անգամ պարտվել է։ Ես քեզ խնդրեցի, բայց բան չարեցի մինչև այս թեման, որ տերմին կա, որ 3 անգամ մարդը կամ 10 անգամ մարդը սխալվում է, ու իրան հույս ունի, որ 11-րդ անգամ կարող է նույն էքսպերիմենտից հետո 11-րդ անգամ իրան թվում է, որ նույն ճիշտը կլինի, այսինքն 10 անգամ ինքը գլուխը պատին խփում է, 11-րդ անգամ ինքը թվում է ուրիշ արդյունք կլինի, ոչ թե չգիտեմ, ասեմ խաղամոլն է, որ ամեն անգամ իրան թվում է, որ ուրիշ արդյունք պետք է լինի։ Մի հատ այդտեղ քանի որ գրական ոդքասթ է ու նաև ավարտելու վրա ենք, Մաթեոսյանից սկսեցինք, Վանո Սիրադեղյանը մի հատ շատ հետաքրքիր անեկդոտ էր պատմում այս սրա կապակցությամբ, չգիտեմ տարբեր Վանոյի հետ կապված գրքերում կան թե գրքերում չկան, բայց կարելի է նաև մի հատ հիշարժան, քանի որ այդ սերունդն էլ արդեն գնում, ով որ հիշում է, այնց հետաքրքիր պատմություններ անել, որ մնա ֆիքսը գոնե պատմեն այդ բանը։ Վանո Սիրադեղյանի անեկդոտը վերաբերվում էր բանը, հորթուկին, մի հատ հորթուկ ածավում, այս հորթուկ պահողը ամեն դեպքում իր մոտ բան առաջարկում, միտք առաջանում, ասում է հետաքրքիր է գլուխս կարող եմ այս հորթուկի եղջյուրների մեջտեղով անցկացնեմ թե չէ, ասում է դեռ շատ փոքր է, մի քիչ սպասեմ մեծանա, որ գլուխս մտնի, հետո սպասում եմ մի տարի, 2 տարի, բայց ամեն օր դրանով արթնանում, որ արդյոք արժի գլուխը փորձել մտցնել թե չմտցնել, այդ Վանոյի ամենասիրած անեկդոտն է։ Վերջը արդեն այնց կարգին սուր դարձած, հիմա որոշում արդեն որ
մցնի, ուզում է գլուխը մցնում է դե ծուրը վախենում է, չի հասկանում ինչա, պատերով է տալիս այդ տիրոջը, տենց քիթ բերան այլանդակված բանման ու իր հայրում որ տեսնում արդեն ականջ բան չկա, ասենց անում է դե լավ էս մի դարդից էլ վերաբացանք գոնե այսինքն համոզվեցի որ չի լինի հիմա ես չեմ հասկանում այսինքն պետքա քանի անգամ պետքա այդ գլուխը կողես այդ ցելի երջուրների արանքը որ կամ առանց մտցնելու հասկանաս դա դիտելի թե չի լինի այսինքն քանի անգամ այս նույն մարդկանցով նույն բանը պետք է լինի որտեղ մատը մտցնես հոսանքի այդ ռազետի մեջ հասկանաս որ փոքր ու քանի անգամ խփելուց հետո որ ասես այս անգամ ուրիշ արդյունք հա չի խփի այս անգամ քանի որ ուրիշ արդյունք որովհետև այս մարդիկ իրանք փոխվել են արա ի՞նչն են փոխվել նույն մարդը նույն պրինցիպով այդ մարդը որ ասում է մատը մտցրել նույն բանն է չէ բերել նույն քայլերի արդյունքն է բերել չէ դրան հա մտնում այս ես գիտես ինչով կուզեի ավարտենք ես կուզեմ որ հանրության մեջ այս դիսկուրսը ինքը իրանով դուրս գա որովհետև սա կեղծ դիսկուրս է ել եմ կրկնում անկախ նրանից ով կգա իշխանության կպն կմնա մեկ այլ ուժ կգա ինչ կբանակցեն ինչ չեն վերաբերվում բանակցի եթե խոսքը Հայաստանի շահերի մասն է եթե խոսքը Հայաստանի տարածքային ամբողջականության մասին է ինքը պետք է որևէ դիսկուրս ու եթե պետք է սկսվի այդ պատերազմը ապա մենք առաջինը պետք է կամավորագրվենք ու գնանք մասնակցենք այդ բանը եթե այսին հարցը պետք է դրվել այսպես եթե որևէ երկիր ոտաձնկություն է կատարում քո պետության վրա ինչ քննարկում կա եթե որևէ մեկը մի երկիր կամ եթե էդի այն բանն անում եթե ադրբեջանական ուժերը կանգնած են այսօր Հայաստանի տարածքում ինչ քննարկելու խնդիր կա պետքա հստակ պահանջ դրվի որ պետքա հեռանալ այդ ուժերը էլ ինչ այսինքն եթե պահանջը դնեն որովհետեւ կարողա պատահել հասկացա դե թող 2 կիլոմետր էլ գան հա բայց թող ընդհանրապես Երևանն էլ վերցրեցին կամ մնացած այսի ինչն է խնդրել եթե երբ չես պահանջում եթե դեն Երևանի մատուցներում կանգնել էլի պետք է ասենք բանը հələ չասենք որովի դարձան ասենք հարբեր չմտնեն այսինքն ինչ այսինքն քննարկումն են աբսուրդի ամոթելա որ sense քննարկում ենք ընդհանրապես ծավալում ու ամոթա որ այս աշճանի է իջել մեր էս հերոսական ժողովուրդը որպես ինչ նախանձ որ նույն քաղաքական ուժերը իրանք ոնց ասեմ այս ծուղակը ընկնում են գիտակցաբար ոչ գիտակցաբար որովհետև հերիք է իրանք անգամ ասեն այո եթե պետք եղավ նաև հայ ժողովուրդը պետք է պատերազմի այ դա արդեն տրիգեր կլինի սարքեն որ այդ տեսեք դες կարող է ձևակերպեն եթե Հայաստանի Հանրապետության հանդեպ ոտաձգություն ագրեսիա այո որովհետև պատերազմը պետքա պատերազմի ով է հիմա ինչ ենք չայկերտներով խոսում Ադրբեջանը եթե հարձակվի բոլորս պետքա կանգնենք մի առանց քննարկելու կապ չունի այդ իշխանություն ինչպես հիմա Նիկոլ Փաշինյանը իշխանության թե Ռոբերտ Քոչարյանը թե Սերժ Սարգսյանը թե Լևոն Տեր-Պետրոսյանը ով ուզում է լինի իշխանության եթե պատերազմանում ազգը դա պետքա կանգնի դա պետքա քարոզը լինի անկախ որևէ իշխանությունից որից ոչ թե եթե ինքը եղավ ինքը պետքա բանալի կամ եթե մյուսը եղավ մենք չեն գնալ գիտես ինչ ինձ հետաքրքիր է սենց բան էլ այդ ամենաամբարո բանը որ դասալիքների թեման ոնց դասալիքը ուղղակի հերոսական բանը ներկայացնես մարդու ամբողջ ազգի անդրադառնություն նույն process-ի շարունակություն բարոյալքեն մարդկանց բանակին եւ այլն բայց դες ինչ հետաքրքիր այդ նույն մարդիկ օրինակ Ուկրաինայում էլ ուզեին որ տենց լիներ ասենք դե ուղղակի Ուկրաինայում էլ ասենք երրորդ օրը հանձնվեին էլ խին պատերազմի 1 միլիոնից ավել զոհեր են եղել բայց հետո պետությունը շարունակում կռիվը ոչ դա իրանց ինքնիշխանությունն է իրանք կուզեն ՆԱՏՕ կմտնեն, կուզեն Եվրոմիություն կմտնեն, դա իրանց այսինքն երբ Ուկրաինայում այդ պատերազմը ուկրաինացիներն են զոհվում, իսկ ոնց ռուսներն են զոհվում, դա օքեյ է, որովհետև Ուկրաինան ինքնիշխան է, բայց դու հարցը գալիս է մեզ, վայ չէ մենք չպետք է պատերազմենք կամ չպետք է պատրաստ լինենք, ոնց որ ամեն ինքնիշխանությունը չէ, քեզ դու Իրանի մասին, որ ինքս Իրանում հանուն արդարության ես ինչով եմ հիացած, այնտեղ այաթոլա ընտրվել է նշանակում է գնա գիտակցած բա հիմացյալ գիտակցած բա ես գրեթե վստահ եմ որ այնտեղ ոչ մեկի մտքով մի վարքյան անգամ չի անցել ասենք հրաժարվի կամ ընդհանրապես այդ ազգը պետությունը մի ուրիշ ձև է կառուցված որտեղ ինչքան են ասեն դեմոկրատիա չկա կրոնական իշխանություն է կրոնապետություն է եւ այլն բայց այդ մարդիկ իրոք գաղափարական մակարդակում իրանք հասկացել են որ եթե սա է մեր ինքնիշխանության գինը իսկ իրականում ինքնիշխանության գինը այ հենց դա է երբ քո պետությունը սկսած պետական բարձր ապարատից, հա,
երկրի հոգևոր առաջնորդից սկսած, մինչև ամենավերջին շարքային քաղաքացի, բոլորը պատրաստ են հանուն գաղափարի զոհվել, հանուն իրենց ճշտի, հանուն իրենց արդար պայքարի։ Իսկ մեր մոտ հակառակն է սերմանվում, չէ, վայ, հանկարծ չզոհվենք, հանկարծ պատերազմ չլինի։ Մենք պատերազմի քարոզ չենք անում, բայց մենք ասում ենք, որ սա բան էլ է, չէ, ասենք փողոցում, երբ որ դու կռիվ ես անում, եթե դու մի անգամ փախար, երկրորդ անգամ մեկը քեզ խփում է, ինչ է, եթե կարաս տրվես դառնաս դրա ինչ ասեմ, ծառան, հա, ստերկեն ջրի ես անեն, հա, բայց եթե մի անգամ եթե դու տեսնեմ, որ դիմացը մարդ կա, քո ճակատի խփելուց իր ձեռքն էլ ցավա մի անգամ, ես երկրորդ անգամ չի ուզենա։ Բնության մեջ ցանկացած կենթանի, ինչ կապ ունի, ինչ ուզում է լինի, ինքը իր պաշտպանողական ռեակցիան, ինքը ցանկացած օրգանիզմ, եթե իրան ուզում են հոշոտեն, ինքը պետքա դիմադրություն ցույց տա։ Այլապես այդ օրգանիզմը ինքը դատապարտված է։ Դա բոլոր մարդկային օրգանիզմներում հենց իմուն համակարգը դա է։ Դրա մասին է։ Ամեն ինչը դրա։ Իմունը վերացնում է, եթե իմունը վերացվել է, այսինքն ինքնություն, դու չես կարող քո ինքնությունը պաշտպանես։ Քո տարածքային ամբողջակ ու քեզ կարան վախացնեն, որ եթե չեղավ այդ կկու հիմար կկու, քանի փոքրիկ ձակ ունես դու, հիմա հերթով ձակերիդ պետքա տան։ Եթե չկարողանք, դա վերջ չունի։ Եթե չնայես պետք է շնորհ, հա, երբ որ դու բոլոր ձակերին տվեցիր, հետո անես որ անգլիացիը կանգնելու է։ Հակառակը ինքը դու ես գալու, հետո բունը տա գալու վերջանալու է։ Այսինքն դու մի տեղի վրա ո՞ր է այդ կարմիր սահմանը։ Այսինքն պետքա չվախացվի այդ ասվի, որ մի անգամ ժողովուրդ ջան կարմիր գծեր կա, այսքանից այն կողմ մենք բոլորս կարող ոչ մեկը ռևանշ չի ուզում, ոչ մեկը բան չի։ Հիմա դու Արցախի իրավունքներից, արցախցիների իրավունքներից խոսելուց կամ չասելուց, որ էթնիկական զտում ա եղել, դրանից ինչ որ բան է, ինչ ա դինում, այսինքն դրանից դու որ քեզ արգելում են այդ բանը բարձրաձայնել։ Դու արդեն всё վերջացար։ Եթե ինչ որ մեկը կարողանում է քեզ թելադրի քո սահմանադրություն փոխել, եթե ինչ որ մեկը կարողանում է թելադրի չխոսել այս արգելված թեմաներ, արդեն վերջանում է որպես ինքնիշխան պետություն։ Բայց ես էլի դրականով ենք մենք որոշել վերջացնենք, բայց տեսնելով որ տարբեր խմբեր, տարբեր մարդիկ այսօր իրանք չեն տրվում, այս ծուղակը չեն ընկնում, արդեն ոգեշնչվում ես եւ կին եւ տղամարդ գոնե այսինքն այնքան ինքնասիրություն ունենային մեր այդ կանայք ովքեր որ ջերմուկի դեպքերում Հայաստանի իրանք մինչև վերջ կռվեցին, ու հետո մասնատվեցին, բռնաբարվեցին ադրբեջանցի զինվորների կողմից, այդ մինչև վերջ իրանք չհեռացան, իրանք էլ կարեն ասեն ես իմ կին, ես ինչ գործ ունեմ, գոնե այդքան տղամարդկություն, այդքան թասիբ ունենան, որ տեսնելով այդ մարդկանց հիշատակը գոնե արգեն, այն մարդկանց հիշատակը ովքեր որ ինչ էինք, ոնց էինք հպարտանում, որ այս խրամատը իմնա, սովորական զինվորը ինքը չի լքում իր խրամատը։ Էլ բանը որն է, Հայաստանի ինքնիշխան տարածքը անձեռնամխել է, ով ուզում է լինի։ Քո քարոզը որը պետք է լինի, որ ժողովուրդ ջան, մենք սա է մեր Հայաստանը, պատերազմ չենք ուզում, բայց եթե հանգարց որևէ մեկը հարցակվի, ինքը Այն ասպետի բան ասեմ, այս էլ ասենք ու հագենք թեման։ Այդպես հունիսին ԱՄՆ-ն եւ Իսրայելը 12-օրյա պատերազմ սկսեցին, չէ՞ Իրանի դեմ։ Պատասխանը այդքան բան համարժեք չէր։ Ժամանակ 6 ամիս, 7 ամիս անց իրանք մի հատ էլ հերթական ավանդություն ասկեցին։ Հիմա ըստ քեզ այս Իրանի այս պատասխանից հետո էլ երբևէ Ամերիկայի մտքով ԱՄՆ-ի կամ Իսրայելի մտքով կանցնի, նորից գնալ այս ավանդությունը։ Այդքան ԱՄՆ-ն չի, ընդհանրապես ԱՄՆ-ն ընդհանրապես էս ամենատարվի Իսրայելի այդ սոմա նայելով ԱՄՆ-ի այդ բաները, ցույցերը, որ մոտ 30 միլիոն մարդ, 13-ից 30 միլիոն են ասում մասնակցում այդ ցույցերին։ Պլյուս տնտեսական շատ լուրջ հետևանքներ։ Ինձ թվում է, որ ինքը Իսրայելի այդ բանին չի տարվի, որովհետեւ մարդիկ տեսան, որ իրաց պատերազմը չի։ Այսինքն Իսրայելը Իրանը իր պատասխանով ստիպեց վճարել այն գինը, որ հաջորդ անգամ այլևս չմտնեն այդ ավանդույթը։ Ամերիկան ընդհանրապես չտրվի Իսրայելին, ինքը դա ցույց տվեց ամբողջ աշխարհին տվեց։ Ու սա է լինելու Իրանի ինքնիշխանության գինը, Իրանի անվտանգության գինը, ոչ թե ստորագրած թղթերը, ոչ թե զիջած տարածքները կամ չգիտեմ այլ ինչ որ զիջումները, այն ինչ մենք ենք անում, արգելված գրականությունը կամ ինչ որ փակ արգելված թեմաները քննարկում։ Այսքանով վերջացնենք։ Հա, հուսով եմ որպես պատերազմի քարոզ չի ընկալվի։ Քարոզը մենք էսի ինքնապաշտպանության եւ դիմադրության մարդու օրգանիզմի ինքնիշխանության, որ ցանկացած մարդ պետք է պատրաստ լինի իր պետության համար
Ոնց մարդիկ իրանց տները կպաշտպանեն, իրանց ընտանիքի անդամները որ կպաշտպանեն։ թե չի կարող գնալ մտնեն տուն, ասեն էսի գիտես ինչ կա, ոնց որ եղել է։ Զենքը պահեն, ասեն։ Չէ, ոնց որ եղել է, դարերով ա եղել, նույն թուրքերը, քրդերը եկել են մտել են գյուղ, իրանց հավանած աղջկան վերցրել են զենքի ուժով, նույն ձևել իրանց ուզած տարածքը, իրանց ուզած հողը, իրանց ուզած գույքը, ամեն ինչ ուզել վերցրել են գնացել են։ Իսկ այն տեղերը որտեղ որ պաշտպանվել են, ինքը պաշտպանվել է։ Մյուս անգամ մտելուց արդեն մտածել են արժի ինձ գնել, որտեղ որ գժերեն, զինված գժերեն չգիտենք ինչ։ Որտեղ էս սկսա։ Մերսի շատ, ապրեք։ Հաջողություն։ Տեսնձես։